Ողջույն սիրելիներս, հուսամ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Այսօր եկել եմ ձեզ ցույց տալու մեր բնակարանը։ Դեռ մոռացել էի, որ տեղափոխվելուց հետո արդեն կահավորված վիճակում ցույց չեմ տվել, հետևաբար միշտ հենց վլոգ եմ տեղադրում, մեկնաբանություններում լինում են մարդիկ, ովքեր ինձ հիշեցնում են դրա մասին։ Այսօր ինձ բախտ է վիճակվել տունը հավաքել, քանի Եվան քնած է, որովհետև ինքը երկար երբեք չի քնում։ Առավոտյան հանդիպման էինք Գայուշի դասղեկի հետ ու 8-ին պետքա լինեինք դպրոցում, հետևաբար շուտ եմ արթնացել, Եվային էլ հանեցի հետս տարա, հիմա հետ ենք եկել, ինքը դեռ քնած է, ես էլ հասցրեցի այդ ընթացքում արագ տան գործերը ավարտեմ ու քանի դեռ ինքը քնած է, եկեք գնանք նայենք բնակարանը։ Այստեղ դե լոգարանն է, որը տեսել եք տեղափոխվելուց առաջ, այստեղ միայն փոխվել է այս կահույքը, որը մենք փոխեցինք, որովհետև շատ փոքր էր ու անհարմար, այսինքն փուճուրիկ ինչ-որ մի բան էր, որը հիմա այստեղ պահարանի մեջ է ու այնտեղ դրել ենք մեր կոշիկները, սրբիչները շատ տգեղ են, հետևաբար հենց գնամ խանութ, ամեն նայելուց դա եմ մտածում, որ միատոն, միագույն սրբիչներ առնեմ ու փոխեմ, որ ավելի հաճելի լինի տեսքը, հենց այդ մուգ գույնի սերի սրբիչներ ունեմ, տենց ավելի լավ կլինի, այս վարակույրը, տեսակ, որ փոխեցինք, այս անգամ լվացել էի ու չհասցրեցի արդուկեի, տեսա Տիկոն արդեն կախել, ասենց ճոմրտված, հաջորդ անգամ մնաց դրա հարթուկելը, այս լոգարանն էր, դեստեղ բան չկա ցույց տալու, սա էի պատվիրել, ցույց եմ տվել թղթերի համար, որովհետև ավելի հարմար ինչ-որ բան չգտա, ստեղ տեղավորելու համար, այս դրսի դուռն է, շքամուտքն էլ այ դեպ շատ լավ է, խալի է, գետնին, հարևաններն էլ շատ լավ մարդիկ են, վերելակը անմիջապես մեր դռան կողքին է, շատ հարմար, մտանք, այստեղ տեսակ արդեն աջ կողմում, այստեղից մտնում ենք արդեն մեր հյուրասենյակ, այնտեղ մի զարմացեք, բայց Եվանա քնած սեղանի վրա, որովհետև սա իր սիրելի տեղն է, ես էլ որ պարապում եմ, ինձ հարմար է շատ իրանց տեղ դնել, համ ինքն է ինձ տեսնում, համ ես իրեն կողքս է լինում ու սենց դե ուղիղ դիրքը ամենա անվտանգն է երեխեքի համար այս տարիքում, այնտեղ ներքևում սենց փուճուրիկ փափուկ մի բան կա, նենց չի էլի, որ այն 4 սեղանի վրա է պառկած, սենց շատ բարակ մատրասի նման բան կա ներքևում, ուրեմն հիշում եք, որ սա ստեղ էր դրած երևի, որոշեցինք տեղափոխենք, դեռ մտածմունքների մեջ ենք, թողենք ստեղ, թե նորից բերենք այս հատվածում դնենք, սառնանը տանենք ընդեղ, դեռ չգիտեմ։ Ստեղ Գայուշն է այս կոմպոզիցիայի հեղինակը, այս ապարատից էր, ֆոտոապարատից է նվեր ստացել ծնունդին ու առիթը չի կորցնում, տարբեր բաներ նկարելու ու ստացված նկարները տեղ են գտնում սառնարանի վրա։ Այս կողմում խոհանոցն է, տեսել եք, հիշում եք, ինձ սարսափելի վիճակում էր, մի քիչ խելքի է եկել, ծորակը փոխեցինք վերջերս, որովհետև շատ վատներ ու շատ անհարմար, այս մեկը ավելի լավն է, ինքը սենց շարժվում է, շատ անհարմար է, երբ որ ծորակը սենց քարացած կանգնած է ու դու պետք է հարմարվես իրան, այնտեղ ջեռոցն է, այս հատվածում սենց խառը բաներ են, սա օդի խոնավությունը քաշող հարմարանք է, ապրանք է, որը շատ լավ է աշխատում, որովհետև այստեղ օդը շատ խոնավ է, այստեղ նոր եմ ստացել կրեմներս, խոնավեցնող կրեմս, չգիտեմ հիշում եք, թե չէ միշտ օգտագործում եմ ես Yves Rocher-ի կանաչը, այնտեղ լոգարանում կար մոռացա ցույց տալ, մտա որ պատվիրեմ, ամեն անգամ սենց 2 պատվիրում եմ ու մի քանի ամիս հանգիստ եմ լինում, մտա տեսնեմ արտադրությունից ու վաճառքից դուրս է եկել, մի անգամից ընկա պանիկայի մեջ, զանգեցի խանութ, ասեցին, որ փոխարինել են այս մի կրեմով, գրեթե նույն բանն է, ուղղակի ստեղ վիտամին C կա, այս էլ նվեր էին ուղարկել հետը, սրա հետ, չգիտեմ էլ ինչ է, հա, մարմնի լոսյոն, փորձեմ տեսնեմ լավն է, թե չէ, այստեղ մեր սեղանաթոռն է, որը բարեբախտաբար չվաճառվեց, Գայանեի ճոճվող աթոռը, որը անցած տարի ձմեռ պապիկից էր ուզել ու ամեն անգամ այս վերջին 3 ամիսներին այս աթոռը օգտագործելուց ասում եմ ինչ լավ է, որ Գայուշը հենց այս ընտրություններ արել, որովհետև Եվայի ծնվելուց հետո իր կյանքի առաջին ամիսը անցել է այս աթոռի վրա
ես այս աթոռին նստած, ինքն էլ իմ գիրկը։ Հետևաբար շատ լավ ընտրություններ ու նվերեր ոչ միայն իր համար, այլ ամբողջ ընտանիքի։ Այս Եվուկի աթոռն է, որը աթոռ տենց հիմա նստած վիճակում է, բայց ինքը նաև պարկում է։ Այդտեղ շատ քիչ է լինում, 10-15 րոպե, երբ որ ինձ պետք է սենց հետս վերցնեմ, օրինակ խոհանոցում գործ եմ անում, տանեմ այնտեղ, սենց հարմար է, կամ հետո գնամ լոգարան, եթե ուզում եմ իրեն հետս տանեմ բերեմ, հարմար է մի քանի րոպեով նստելու համար։ Սրանք իր այս պահի սիրելի խաղալիքներն են, որոնք երգում են, լույսեր ունեն, մի խոսքով իրան հետաքրքիր է։ Այս հատվածը սենց ոնց կար նախորդ տանը, այդպես մեր հետ եկել է, ոչինչ չի փոխվել ստեղ, այնտեղ փոքրիկ ջերմաչափ է, այս պահին 18 աստիճան է մեր տանը, ինչպես նկատում եք։ Հիմա այս դռները սենց բացել եմ, որ նկարեմ, բայց ընդհանրապես փակ եմ պահում ու աշխատում տենց 20-21 աստիճան պահեմ, որ Եվան չմրսի։ Բազմոցը, որը ի վերջո գնեցինք Գայուշի ճաշակով, քանի որ ոչ իմ ցանկությամբ ու իմ ուզած բազմոցը կար, ոչ էլ Տիկոյի, որոշեցինք վերցնենք այն մեկը, որը Գայուշը հավանեց։ Հիմա կհասկանաք, թե ինչի, որովհետև ոտքերի տակ սենց բարձրանում է ու այնքան ասեց սա վերցնենք, որ որոշեցինք սա վերցնենք։ Զուտ իր համար, իհարկե նես չի, որ հիմա ինքը ամբողջ օրը սենց բազմոցի վրա է անցկացնում, բայց շատ էր ուզում, հետո հավեսը հանեց ընթացքում։ Ես ուզում էի այնպիսի տարբերակ, որը բացվեր ու վերածվեր մատրասով մահճակալի, որպեսզի մենք մի 2-3 ամիս հետո աղջիկներին թողեինք սենյակում ու գայինք այստեղ քնելու, որովհետև չկարողացանք գտնել 3 սենյականոց բնակարան, բայց չկար իմ ուզածը, չկար նաև անկյունային ինչ-որ բան, որը Տիկոն էր ուզում, տենց վերցրեցինք սա։ Այս մեր գալիս են հին բնակարանից, այստեղ Եվայի կալյասկան է, այս խոհանոցը, որից ամեն կերպ ուզում ենք ազատվել, բայց չի ստացվում, դիմացը խոհանոցը, հետևը տիկնիկի տուն է, երկուսը մեկում, այս ինչքան ժամանակ է տեղադրել եմ կայքում, որպեսզի վաճառեմ, որովհետև տեղ չկա, իր համար նախատեսված, ուրիշ բան, եթե երեխեքը ունենային սենյակ ու դնեինք սենյակում, բայց սենյակում հիմա կհասկանաք, որ տեղ չկա։ Այս վերևում Գայուշն է, ներքևում մի 2 ամսից երևի թե կքնի արդեն Եվան, անվտանգ է, հատակի վրա, մատրասը կդնենք ու ինքը կտեղափոխվի այդտեղ, որովհետև այս մահճակալը ես դիտմամբ վերցրել էի սենց փոքր տարբերակ, առաջի մի 5-6 ամսվա համար, իդեպ շատ հարմար է, եթե պատրաստվում եք երեխա ունենալ, վերցրեք այնպիսի տարբերակ, որ այս մի կողմը սենց իջնի ներքև, որովհետև այդպես տպավորություն է ստեղծվում, թե դու ու երեխան նույն մահճակալի մեջ եք պարկած, չնայած որ ինքը իր մահճակալի մեջ է, դուք էլ ձեր, շատ հարմար է, մի խոսքով շատ գոհ եմ, ավելի գոհ կլինեի, եթե ակերով լիներ, բայց չկար սենց տարբերակ, վերցրել եմ այս տիպի մահճակալների մեջ ամենամեծ չափովը, որ գոնե 1 մետր լինի երկարությունը, որ գոնե 5-6 ամիս կարողանա մեջը քնել երեխան, եթե պետք կա։ Համեն այստեղ շատ տենց տարածք էլ չունեինք, որ մեծ օրորոց վերցնեինք, սա էլ մի կողմից, որ պարտադիր Գայուշը ուզում էր 2 հարկանի ինչ-որ բան, անհնար կլիներ, շատ ծանրաբեռնված կլիներ, հիմա սենց էլի ոչինչ, տեղավորվում ենք, ամեն դեպքում պլաններ չունենք այս տանը շատ երկար մնալու, հուսանք, որ հնարավորինս շուտ կկարողանանք ապրել այնպիսի բնակարանում, որը մեզ ավելի հարմար կլինի։ Իդեպ մահճակալը եւս դրել էինք վաճառքի մեր տեղափոխվելուց առաջ, բայց էլի բարեբախտաբար ոչ մեկ չգնեց, հիմա կասեմ ինչի։ Չգիտեմ հիշում եք թե չէ, բայց մենք մայիս-հունիս ամսին ստիպված եղանք տենց շտապ նոր բնակարան գտնել, որովհետև մեր գտած բնակարանը, որտեղ պիտի տեղափոխվեինք, անսպասելի բորբոսնեց, այդտեղ նկարները կդնեմ, կտեսնեք, չեմ հիշում, ցույց եմ տվել թե չէ, բայց խոհանոցը ու Գայանեի սենյակը ահավոր վիճակում էին, հետևաբար չէին կարող այդ տուն տեղափոխվել։ Ստիպված արագ փնտրում էինք ուրիշ բնակարան ու արդյունքում գտանք այս բնակարանը, վերջին պահին կարելի ասել, Եվայի ծնվելուց ընդամենը մի քանի օր առաջ, ու մենք տան ամբողջ կահույքը, բացի հեռուստացույցից ու այս իր ներքևի հարմարանքից, դրել էինք վաճառքի, որովհետև այն տունը, որը պիտի տեղափոխվեինք,
ուներ 4 սենյակ, բայց սենյակները բավականին փոքր էին ու մեր ունեցած կահույքը այդքան էլ չէր համապատասխանում։ Որոշել էինք վաճառենք ու լրիվ փոխեինք։ Բարեբախտաբար մեր սեղանաթոռը ու մեր մահճակալը ոչ մի կերպ չկարողացանք վաճառել, ոչ մեկ չուզեց։ Դե սեղանաթոռը երևի թանկ էինք վաճառում, կարծեմ 300 եվրո էինք ուզում սեղանին ու աթոռներին, ոչ մեկ չէր ուզում, որովհետև շատ լավ վիճակում է։ Իսկ մահճակալը նույնիսկ պատրաստ էինք նվիրել ինչ-որ մեկին, էլի ոչ մեկ չուզեց։ Հիշում եմ, որ տնից դուրս գալու օրը Տիկոն նույնիսկ գնաց, մեր փողոցում ցիգաններ էին ապրում, մեծ ընտանիքով, մի հատ մեծ տանը։ Տեսանք, որ էլ ճար չկա, մի քանի օր արդեն կայքում տեղադրված էր մահճակալը 0 եվրոյով, նվիրում էինք, ոչ մեկ չէր ուզում, 2 հոգի զանգեցին, բայց այդպես էլ չեկան տանելու։ Մի խոսքով գնաց այդ ցիգաններին, որ առաջարկի, մտածեցինք, դե ոնց էլ չլինի, կուզեն, կգան կտանեն, մենք այդ դարտից կպրծնենք, իրանց էլ լավություն կանենք։ Այն էլ ասել էին, մեզ մահճակալ պետք չի, մենք լիքը ունենք։ Տենց այդ մահճակալը մնաց, մեր հարևան տատին էլ ասեց, բերեք դրեք իմ ավտոտնակում, եթե տեղ չունեք, որովհետև չես կարող այդ չափի կահույքը թեկուզ քանդած վիճակում հանել դնել փողոցում, չի կարելի, էլի պետքա կամ հատուկ տեղը տանես, որտեղ որ պետքա։ Մի խոսքով այդ պահին մեքենա չկար, հարմար չէր։ Տենց մահճակալը մնաց ու մենք տեղափոխվելուց ազատվեցինք 2 մեծ ծախսից։ Ուզում էի ես մահճակալից ազատվեինք ու սենց մեծ պահոցով մահճակալ վերցնեինք մյուս տան համար։ Այդտենց արդյունքում գնացինք միայն բազմոցը, չեմ հիշում 1200 եվրո էր կարծեմ, խանութում որ նկարում էի, այնտեղ գինը երևում էր վրան մեծ կախած։ Այդ գնով կարող էինք գնել իմ ուզած բազմոցից եւս մատրասով, բայց չկար այդ պահին խանութում, իսկ մենք ժամանակ չունեինք սպասելու։ Ու նոր գնացինք, ինչը լվացքի մեքենան, ջեռոցը, այդ պլիտան, որի վրա հաց եմ պատրաստում, Գայուշի մահճակալը, Եվայի մահճակալը, լոգարանի կահույքը, մի խոսքով լիքը սենց անսպասելի ինչ-որ գնումներ արեցինք։ Ու հա, գորգը մեկ էլ, որը շատ եմ սիրում։ Նմանատիպ գորգ առնելուց առաջ պետքա հստակ իմանաս, որ եթե սեփական տուն չի իհարկե ու հնարավորություն չկա հանել լվանալու, տարին մի անգամ պետքա փոխել, որովհետև ահավոր փոշի է հավաքվում ու հետո անընդհատ որ վրան քայլում ենք, տեսեք այն հատվածը sense նոր մնացել է, իսկ այս մասը որտեղ ավելի շատ ենք լինում, մի քիչ արդեն տանջված վիճակում է, չնայած ընդամենը 3 ամիս է, որ օգտագործում ենք։ Ամեն դեպքում տեսակ արդեն, քանի որ բավականին փոքր է բնակարանը, ինձ անդադ թվում է, որ ոչ մի բան չկա ցույց տալու, բայց համ էլ հասկանում եմ, որ ցույց չեմ տվել, չեք տեսել, ձեզ էլ է հետաքրքիր։ Խնդրեմ։ Սա էլ է վրաս ազդում, բայց ոչ մի կերպ չեմ կարող խանել, այնտեղ վերևում LED լույս է կախված։ Այսքան բան, հուսամ մինչև նոր տարի սա էլ կգնա մեր տնից, ինչ որ մեկը կգնի նվիրելու նպատակով ու վերջ։ Արդեն կարող ենք տոնածառը դնել, մտածում եմ այս հատվածում է երևի ամենահարմար տոնածառի տեղը, բայց այդ դեպքում չգիտեմ այս աթոռի հետ ինչ պիտի անենք, ընթացքում կհասկանանք։ Այս տարի դեռ ոչ մի նոր խաղալիք, նոր դեկոր ձեռք չեմ բերել, ժամանակ չի եղել խանութ գնալու, բայց կարծում եմ մինչև նոր տարի ոնց էլ չլինի, կգնամ խանութ ու մի քանի նոր բան կառնեմ։ Վերջ ես գնամ պատրաստվեմ, արդեն հաց սարքեմ, որովհետև Գայուշին պետքա դպրոցից բերեմ հաց ուտի ու Եվան էլ հեսա կարտնանա, իր կաթի ժամն է, Եվային պետքա կերակրեմ, Գայուշին դպրոցից բերեմ, կերակրեմ, հետ տանեմ ու հետ գամ անցնեմ իմ դասերին, 2 ժամ իրար հետևից դաս ունեմ, որից հետո իջնում եմ Գայուշին դպրոցից բերում եմ ու արդեն տենց երեկոյան սովորական մեր զբաղմունքներով։ Վիդեոն էի մոնտաժում ու հասկացա, որ մոռացել եմ եւս մի անգամ շեշտեմ, որ մենք բնակվում ենք Վարչով, միշտ հարցեր լինում են արդյոք մեր բնակարանն է, թե Վարչով ենք ապրում։ Բնակարանը Վարչում ենք, որովհետև մեր սեփականը չունենք, հնարավորություն չկա այս պահին թղթերի հետ կապված, թե չէ միանշանակ ձեռք կբերեինք մեր սեփական բնակարանը ու անհամեմատ ավելի քիչ կվճարեինք ամսական կրեդիտի համար, քան Վարչը, որ հիմա ենք վճարում։ Բնակարանը արժի 800 եվրո, Վարչը, որի մեջ չեն մտնում կոմունալները, մտնում է միայն սառը ջուրը, որը ամենամատչելին է, երևի, մնացած բոլոր ծախսերի մեջ։ Տանը ամեն ինչ կապված է հոսանքի հետ, տաք ջուրը,
ջեռուցումը, խոհանոցի այդ պլիտան մի խոսքով ամեն ինչ հոսանքով է, հետևաբար ավելի մեծ ծախս է հոսանքն է կազմում։ Ձմռան ամիսներին 250-ից 300 եվրո, այս դեռ այն դեպքում, երբ դրսում մինուս չի անում, դեռ 1-2 օր է մինուս արել, իսկ մենք սեպտեմբերի կեսից արդեն տունը ջեռուցում ենք Եվայի համար, եթե ինքը չլիներ, մեր համար նորմալ է 18-19 աստիճան է այս պահի դրությամբ, բայց հիմա նենցա, որ պարը միացրած է, եթե անջատեմ, գուցե ավելի իջնի։ Ուրեմն տան վարձը 800 եվրո է, պլյուս մի 200 եվրո էլ տենց մանր-մունր ինտերնետ, չգիտեմ, ապահովագրություն, այդ ծախսերն են, իսկ ձմռանը դրան գումարվում է եւս մի 200 եվրո էլ էլի հոսանքի վարձը, հետեւաբար ձմռան ամիսներին միջինում 1200 եվրո նստում է տան վարձը, իսկ եթե տուն գնենք, չեմ կարծում, որ այդքան ամսական կրեդիտ կվճարենք, որովհետև այստեղ ավելի ձեռնտու է տուն գնել, քան վարձով ապրել։ Ողջույն, փոքրիկ։ Մեզ մոտ օր է փոխվել ու մենք հիմա պատրաստվում ենք միասին գնալ խանութ Եվայի հետ առաջին անգամ, այստեղ պայուսակներն եմ դասավորում, իր պայուսակները, մի հատ փոխնով թշոր, ամեն դեպքում եթե պետք է, հիմա կատ կվերցնենք, որովհետև դժվար թե 3 ժամից հետ գանք այստեղ տոպրակներ, գոգնոցը փոխենք անպայման դուրս գալուց առաջ, որովհետև վտանգավոր է նրան թողնել առանց գոգնոց, եւ գնանք։ Մինչև սուպերմարկետ գնալը դիպն հայկական խանութից ինչ-որ առնելու էր բերեց, այդեղ մարինատա, իմ սիրելի բաստուրմասի զուխը, իհարկե լավաշ, սուրճ հայկական, մակոֆեն չկեր ինչի համարը, բերել հավանաբար իմ, չնայած ահագին ժամանակը, այս վերջերս աշխատում են քաղցրը մի քիչ ժամանապակ եմ, այս ոչինչ երևի չանեմ։ Այս էլ Եվային ինչպես միշտ գոգնոց եմ պատվիրել, ինչքան առնում եմ մեկա չի հերիքում, գիտեմ արդեն որ երորդ մաննա, պատվելնա գոգնոցի, այս փափուկ, սրամատիրել ուրիշ է, սենց սինթետիկ լավ կլանող գոգնոց է, տեսնեմ սա ոնց կլինի, այս իր նախկինը, նախորդը սենց մարլերից էր, սա մի քիչ ուրիշ է, խոցեմ, այս տիպոն է ուզել, ձեթի համար, որ ծիթապտղի ձեթ լցնենք, փչովի, թաթիկներ, որովհետև թաթիկները կորցրել էր, մնացել ենք մասկիների հույսին, այս էլ գայշի համար է։ Դեմքը։ Այդ է միշտար վզրայիր, որ հացինես, ամիքս պոթանի կորպի։ Հավն է։ Սա հադաշտում հակնելու համար է դուգեմ, ինդեղ աղջիկները հակնում են, իրենց ոտքերին ինքն էլ էր վզում։ Չերսրան կարաղ տեղավորեմ ու իջնին։ Այս ներքևի մասնա, սիրուն կգնից մեր շապատա։ Ավել համընկավ, ես էլ ուզում էի լվացքը միացնեի, նոր դուվկայի, լվացվի մինչև մենք հետ կգանք։ Վերջ, մենք գնացինք, վազում ենք խանութ, այսօր իմ մոտ ահավոր զբաղված օր է, կհասցնեմ ինչքան հնարավոր է նկարեմ, առավոտյան արթնացել ենք, վազել ենք Սահադաշտ, եկել ենք տուն, արագ ինչ-որ բան ենք կերել, սուրճ եմ խմել ու հիմա վազում ենք առևտրի։ Հետո որ պիտի հետ գանք տուն ու ահագին գործեր ունենք, խոսքս կիսատ մնաց, վաղը հյուրեր ունենք, դրա համար ենք եկել առևտրի, մեր ընկերներն են մեզ հյուր գալու։ Մենք վարդեի առևտրից պրծանք, հաստորեն արեստում կայց, մի հատ մեծ պլյուս ունի փոքր երեխու հետ առևտրի գալը, կայծակնային արագությամբ է լինում առևտուրը, առանց ժամանակ կորցնելու, որոշեցի ես ոտքով առաջանամ գախուղ, ինչով տիկոն վճարի դասավորի գա, մենք կհասնենք տեղ, այդ ընթացքում էլ
Եվան քնել է, որ իրան մի հատ հիմա նորից չքանդեմ, մի հատ էլ ընդեղ կյախվուղում ուզում եմ սայլակ վերցնեմ, իրան ակացնեմ, հանգիստ առուստուր անեմ, որ մի հատ հիմա չխանգարենք քունը, մի հատ էլ հետո։ Մենք արդեն հասանք, Տիկոին դեռ չեմ տեսնում, հեսա երևի ինքն էլ կգա։ Ես այսօր դեռ պիտի հասցնեմ իմ այս անխթալ վիճակում գտնվող մազերը ներկեմ, դվանամ, ֆենեմ, գիշերը հավանաբար։ Լավ ամեծ գործերը մսային Տիկոինն է, խորոված քաբաբը, ես փող չունեմ դրանց հետ։ Խորովածի միսը արդեն պատրաստ է։ Մնացել է քաբաբը։ Ես երևի կթխեմ արագ ինչ-որ մի բան ու հեշտ։ Հավանաբար Նապոլեոն, որովհետև այդ հիմա ամենաարագ ու հեշտ բանն է, որ մտքս գալիս է, որը կառնեմ, դրեմն էլ արագ կսարքեմ ու տենց թեթևի մեջ մի հատ սալատ։ Երևի այդքանը, այսօրվա համար հերիք է։ Այս նավը քնե։ Հատ Եվայի համար հարմարավետ պայմաններ ստեղծենք, որ հանգիստ առևտուր անենք։ Մեզ պետք են բաժակներ, որովհետև կոտրվել են ու մնացել է մի 7 հատ բաժակ։ Սանք այն բաժակներից սովորական։ Գնացինք։ Մտնենք ակսիոն ու տուն։ Կախողում բաժակ չկար, ստեղ էլ չկա։ Սրանց վերցնեմ, վերցապ նույնից չկային։ Վերցեցի նաև թղթեր ամաններ ու բաժակներ, վերջ վազեցինք տուն։ Քանի Տիկոն մսերով զբաղված, Եվան էլ մի քանի րոպեով քնել է, ես եկա մազերս արագ ներկեմ, կարծում եմ կհասցնեմ նաև արագ լվանամ, երկար չեմ թողնում ներկը, այս ամենասովորական մուսի տեսքով ներկերից եմ քսում, հենց ձեռքերով այս ձեռնոցները հագնում եմ ու արագ քսեմ, միայն արմատներին այսքան մասը, ուղղակի որ սպիտակ մազեր չերևան ու երկար չեմ թողնում, 15-20 րոպե մաքսիմում, չգիտեմ էլ քանի րոպե է, երևի մի կեժան պետք է թողնել, բայց ես արագ լվանում եմ, չնայած այս են արեստական սև գույնի ներկը չի, ինքը բնական սև է, այս սրա կա նաև են շատ մուկ սևը, որ երևում է որ ներկած է, բայց ես դա չեմ վերցնում, լավ, արագ ներկեմ ու գնամ անցնեմ գործերիս։ Դեռ առևտրի են մասնա, որը չեմ հասցրել դասավորել, ես հասցրեցի մազերս ներկել, ինչպես հասկացաք Եվան արդեն արթնացել է, չհասցրեցի ֆենեմ, բայց հենց պրոբնիկ էի ստացել մազերի մասկայի, քսեցի ու շոտ հավանեցի, հիմա եկա աղբից հանեցի, աղբն էի թափել արդեն, հասկացա, որ շատ լավն է, նկարեմ, որ գնեմ, սա ինչ-որ բան էի պատվիրել ես վերջերս, ուղարկել էի, որոշեցի փորձեմ, շատ լավն էր, մենակ հոտը մի քիչ շատ ավելի տղամարդու է, բայց վրան ինչ-որ սերի հետ կապված բան չտեսա, տարօրինակ է, որ տղամարդու ծանելիքի հոտ ունի, մտածեցի կարող է տղամարդու է, բայց նայում եմ ինչ-որ բան չկա վրան։ Գնամ Եվայով զբաղվեմ, հետո մնացած գործերս կշարունակեմ։
hours later. Բարի լույս, արդեն ներկած, ֆենած, լվացած մազերով թարմ, ես հիմա գնում եմ արդեն սեղանին դնելու այդ ափսեները պատրաստեմ, ասեցի միա ձեզ ողջ ունեմ, ասեմ, որ երեկ երեկոյան ես տենց մեկից հետո քնեցի, բայց այդ ընթացքում հասցրեցի լիքը բան նախապատրաստեմ, որ հիմա ինչ շատ բան չմնա, իմ հյուրերը մի 2 ժամից կգան, Տիկոն արդեն գնաց խորովածի հարցերով, այստեղ սեղանաթոռ բերեցին, որ ավելացնենք, որովհետև մի քիչ շատ ենք լինելու, մեր սեղանը չի հերիքի, ես արդեն քիչ-քիչ սկսեմ ամեն ինչ շարել, մնացել է միայն տեղափոխեմ ափսեների մեջ, գրեթե ամեն ինչ պատրաստ է, աղցանը որոշեցի անեմ կլասիկ, հեշտ, արագ, միայն հավի կրծքամիս, մի 2 կիլոգրամի չափով տենց դոսկտած, ընկույզով, լավ, մի պատ սխտորով ու լիքը թթվասերով, վերջերս բացահայտել եմ, որ այդ աղցանը շատ համով է, այդ միայն մսային աղցանը, շատ համով, շատ փափուկ է, երբ որ թթվասերը շատ է լինում, միշտ մի տուփ էի անում, ինձ թվում էր, որ դա արդեն շատ է, բայց այս վերջերս շատ արեցի թթվասերը ու հասկացա, որ տենց ավելի համով է, այսօր 2 տուփ այդ մեծ 400 գրամանոցներից արել եմ, շատ լավ է ստացվում տենց։ Լավաշն եմ կտրտել, երեկետ ինչը որ սենց երկար ժամանակ է պահանջում, կանաչի լվանալ, լոլիկ, վարունգ, միրգ, ամեն ինչ պատրաստ է արդեն։ Նապոլեոնն էլ երեկ գիշերը արեցի, այստեղ սոխն է 2 գույնի, տոմատը կխառնեմ, այս աղցանի ընկույզն է վրան կանեմ, հեսա սա էլ լցնեմ ամանները ու վերջ, ես արագ կհասցնեմ այս ընթացքում մինչև Եվան մի կես ժամ քնի, ամեն ինչ կպատրաստեմ արդեն, հետո հանգիստ կլինեմ, Տիկոն սենց ասել ինչ արած է, իրեպ ամեն ինչը կեղևով, որ ինքը կոտրի, ես ընդհանրապես տենց սեր չունեմ, իմ համար տարբերություն չկա, հիմնականում սենց ենք առնում, այստեղ էլ 2 աստղն եմ միացրել, համ նայեմ, համ էլ գործերս անեմ։